ԱՄՆ-ում 2 օրից կսկսվեն պետական ծախսումների լուրջ կրճատումներ, քանի որ կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողանում համաձայնության գալ բյուջեի հարցում։ Սպիտակ տունը նախազգուշացնում է, որ որոշում չկայացնելու դեպքում մեծապես կկրճատվեն պետական մի շարք ծառայողներ, իսկ որ ամենավտանգավորն է օդանավակայանի անվտանգության ծառայողների նշանակալի մասը, ինչը ավիաընկերություններին կդնի ահաբեկչության ավելի մեծ վտանգի տակ, ու որքան երկար տևեն այս կրճատումները, այնքան ավելի մեծ կլինեն դրա թողած բացասական հետևանքները, հայտարարել է նախագահ Օբաման։ Հանրապետականները մեղադրում են Օբամային, ասելով, թե նախագահը պարզապես վախեցնում է ժողովրդին, իսկ վերլուծաբանները նշում, որ այս ամենի պատճառը երկու կուսակցությունների միջև սկզբունք դարձած միմյանց հակադրվելու քաղաքականությունն է։ Ուժեղ ձնաբուկը, որն ԱՄՆ-ում խլել է մարդկային 3 կյանք, երեքշաբթի օրն ուղղություն էր վերցրել դեպի Չիկագո։ Բուկը շարունակվում է Օքլահոմայում, Տեխասում եւ Կանզասի որոշ հատվածներում։ Միայն երեքշաբթի օրը Չիկագոյում չեղյալ է հայտարարվել 440 թռիչք։ Տեխասի Ամարիլո քաղաքում տեղացել է 44 սանտիմետր ձյուն։ Որոշ հատվածներում ձյունը տեղում է առատ անձրևներից հետո։ ԱՄՆ-ի փրկարարները օդանավերով, ուղղաթիռներով եւ նավերով ուլտրակարմիր տեխնոլոգիական միջոցներով շարունակում են Կիրակի օրը խորտակման ազդանշան ստացած առագաստանավի վրա գտնվող ընտանիքի անդամներին որոնելու աշխատանքները։ Այդ օրն առագաստանավից ստացվել էր հաղորդագրություն այն մասին, որ խորտակման պատճառով իրենք լքում են նավը։ Առագաստանավի վրա եղել են կին եւ ամուսին, նրանց 4-ամյա որդին եւ մորաքրոջ տղան։ Փրկարարները դեռևս ոչ նավակն են հայտնաբերել, ոչ էլ նրա վրա գտնվող անձանցից որևէ մեկին։ Եգիպտոսում ամերիկացի մի լուսանկարչի օդապարիկի միջից հաջողվել է նկարել ոչ հեռվից թռչող մեկ այլ օդապարիկի կործանումը։ Տաք օդով թռչող օդապարիկում գտնվող ավելի քան 2 տասնյակ ուղևորներից 18-ը զոհվել են։ Մի շարք ուղևորներ իրենց դուրս են նետել այրվող օդապարիկից եւ մահացել ոչ թե կրակից, այլ բարձր տարածությունից ընկնելու պատճառով։ Օդապարիկի մեջ եղել են զբոսաշրջիկներ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Հունգարիայից, Ճապոնիայից եւ Հոնկոնգից։